Հարգարժան պարոն նախագահ, այս տարի առաջին անգամ մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին եւ արդեն որոշումս կայացել եմ, որ ընտրում եմ Հզոր Հայաստանը եւ վստահ եմ, որ միասին կարողանալու ենք այս երկիրը հզորացնել։ Որպես աշտարակցի երիտասարդ կոչ եմ անում բոլոր համաքաղաքացիներիս եւ աշտարակցի երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ մեր հայրենիքի ազատագրական պայքարում։ Եվ վերջում հարցս, վերջին այս օրերին տեսնում ենք, որ իշխանությունների ահաբեկչությունը մեր քաղաքացիների հանդեպ շատ ավելի ուժ գնացել է, եթե այն ժամանակ պարզապես մարդկանց ահաբեկում էին, չմասնակցել ընդդիմադիր ցույցերի կամ չունենալ ընդդիմադիր գաղափարախոսություն, այժմ օրինակ J.D. Vance-ի այցի ժամանակ, երբ Թանգարան ինստիտուտի Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենը պարզապես գիրք էր նվիրել Ամերիկայի փոխնախագահին, դա մեծ սկանդալի առիթ դարձավ, իսկ հետագայում տնօրենը հեռացվեց իր աշխատանքից։ Մենք ինչպես կարող ենք որպես պայքարող քաղաքացիներ, աջակիցներ այս գաղափարախոսությանը պաշտպանել բոլոր նրանց, ովքեր ինչ որ կերպ փորձում են բռնանալ մարդկանց կարծիքին կամ չեն թողնում նրանց ունենալ հայրենիք։ Իդեպ այդ գիրքը պետք է նվիրել վերսին հենց վարչապետը։ Նշանակ։ Վարչապետը աշխատանքից անեց այն մարդուն, որը արեց այն գործը, որը պիտի աներ ինքը։ Մի քիչ, ասենք, ազգային մտածելակերպ ունենալ։ Սա, սենց ասեմ, սա միակ դեպքը չի։ Վերջերս մի քանի դեպք ա եղել, երբ պաշտոնյան ինչ-որ կարծիք է ասել, կարծիք է հայտնել, այդ կարծիքը հայտնելու համար մարդու գործից ազատել է։ Ինքն էլ քաղաքական կարծիք չէ։ Օրինակ ինչ-որ, վերջերս հիշում եմ այդպիսի միջադեպ է եղել, իրավաբանը, պետական պաշտոնացող իրավաբանը ասեց, որ այո, Ստոկհոլմի դատարանի արբիտրաժի որոշումը պարտադիր է Հայաստանի համար։ Իրականում այդպես է, Հայաստանը այդպիսի պարտավորություն ունի, որ այդ դատարանի որոշումը պարտադիր է։ Մարդուն գործից հեռացրեցին։ Նրա համար, որ ինքը ասեց այն, ինչ կա։ Ես ուղղակի բերեմ մի օրինակ, եւ այն ժամանակ, եթե հիշում եք, վարչապետը ասեց, որ կառավարությունը ես եմ, եւ որը պետական աշխատող իրավունք ունի գնալ հակառակ կառավարության կարծիքի։ Թեկուզ նույն կառավարությունը ստորագրել է համապատասխան պայմանագրերը, որոնցով ճանաչում է Ստոկհոլմի դատարանի գերակայությունը, որոշումների գերակայությունը։ Ես մի օրինակ բերեմ Գերմանիայից։ Մոտ մի 3-4 ամիս առաջ Գերմանիայի սոցիալական հարցերով պատասխանատու նախարարը, անունը նախարարության մի քիչ այլ է, լուրջ քննադատության ենթարկեց վարչապետին, Մերցին։ Շատ լուրջ քննադատության, որտեղ նա ինչ-որ գաղափարներով հանդես եկավ, որ այդ նախարարի համար իր ոլորտին վերաբերվող գաղափարները անընդունելի են։ Մինչ այսօր այդ նախարարը աշխատում է եւ որևէ մեկի մտքով չի անցել եւ վարչապետ Մերցի մտքով չի ասել, որ մտքում չկար, որ ինքը կարող է ասել, որ կառավարությունը ես եմ։ Այդպիսի մոդել չի կարող լինել։ Նույնիսկ պետական պաշտոնյային կարծիք հայտնելու համար ուղղակի աշխատանքից ազատելը մի կարծիք, որը կապ չունի քաղաքական հարցերի հետ։ Ուղղակի կապ ունի իր ոլորտի հետ, եւ եթե ինքը ունի մասնագիտական արժանապատվություն, ինքը ասում է այն, ինչ մտածում է, կամ այն, ինչի գիտելիքները թելադրում է, որ ինքը պարտավոր է ասել։ Ցավոք մենք հայտնվել ենք այսպիսի վիճակում։ Մեկ մարդ իրեն համարում ամեն ինչի մասնագետ, մսով ճաշի, չգիտեմ ինչի, ամեն ինչի մասնագետ է համարում եւ բոլորը պետք է խոսան միայն այն տիրույթում, որը այդ մարդը նախանշում է իրենց համար։ Սա մի խայտարակություն է, սա ասել։ Նման բան նույնիսկ սովետի ժամանակ չէ։ Սովետի ժամանակ այո, եղել են սահմանափակումներ, բայց այս սահմանափակումները ավելի շատ իդեոլոգիա էր,
որ ասում էր այստեղից ստեղ, բայց այդ ազատությունը այդ բանի մեջ, այդ միջանցքի մեջ, մարդիկ ունեին։ Ուրեմն այսքանը։ Շնորհակալություն, բոլորի շնորհակալություն։